Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր ապրիլի 7-ն է, լրացավ մեր միամսյակը և ես շնորհավորում եմ բոլորիդ մայրության գեղեցկության օրը, մայրիկներ, քույրիկներ, տատիկներ, աղջիկներ, բոլորդ լինեք առողջ, ուրախ, թող միշտ կատարվեն ձեր նպատակները, երազանքները և ամենակարևորն էլ ապրեք խաղաղ երկնքի տակ։ Ցանկանում եմ միամսյակի վերջին օրը լավ նշեք, լավ նվերներ ստանաք, հաջողություն լինի, ուրախ անցկացնեք, նշեք ապրիլի 7-ը, սիրելիներս։ Ես էլ իմ սուրճը պատրաստեմ, խմեմ, որ գնամ գործի։ Փոխեմ այդ փոքր աչքերը։ Մեր միամսյակի վերջին օրն է, ապրիլի 7-ը։ Սիրելի աղջիկներ, տատիկներ, քույրիկներ, մայրիկներ, միշտ լինեք առողջ, երջանիկ, ուրախ, միշտ ժպտակ, թող ձեր արցունքները միայն երջանկության արցունքներ լինեն, քարգված ու սիրված լինեք ձեր մտերիմների կողմից, մի խոսքով ուրախ։ Այսօր տղամարդիկ կուրախանան, որովհետև վերջապես վերջացավ միամսյակը, մեր տոնը մի ամիս ուժի մեջ էր, այսօր վերջին օրն է, իր պիտանելիության ժամկետը, այսպես ասած իր ժամկետը կորցնում է, մի խոսքով ուրախ օր։ Ափսե բերեմ, ափսե չեմ բերեմ, դրել եմ այստեղ և չեմ բերեմ։ Ես էլ հիմա իմ սուրճը վայելեմ, որ գնամ։ Այսօր տոնական տրամադրություն ունեմ, սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ, որ բոլորի տրամադրությունն էլ լինի բարձր, լավ նշեք ապրիլի 7-ը, նայած միշտ էլ ուրախ եղեք, պարտադիր չի, որ տոն լինի, բարձր տրամադրություն ունենանք, պարտադիր չի, որ տոն լինի, սիրված լինենք, գնահատված լինենք, կարևորը մարդ կարող է իր ամեն մի օրն էլ տոն դարձնել, ապրել ուրախ, երջանիկ, իր երեխաների, ընտանիքի հետ միասին, հարգել մեկը մյուսին, գնահատել մեկը մյուսի աշխատանքը և այդպես էլ ուրախ կանցնի մեր օրը, սիրելի հետևորդներս։ Բայց մի բան ասեմ, չծիծաղեք, չզարմանաք, չգիտեմ այսօր աշխատանքային օր է, թե ոչ, որ մենք միշտ բոլոր տոնական օրերին էլ գնում են գործի, արդեն մեր համար արդեն չեմ հարցնում տոնական է, արդեն չեմ հետաքրքրում, թե տոնական օր է, ոչ աշխատանքային օր է, գնում ենք, միայն կիրակի օրերն եմ տանել, արթնացել եմ ու մտածում եմ այսօր տենաս աշխատանքային է օրը, աշխատանքային չլինի, Լիլիթը վեր կենա գնա դասի, չգիտեմ, այդպես սիրելիներս, մեր համար տոնական օր չկա, եղանակը մի քիչ խառն է, ամպերը շատ են, չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի, որոշել էի էլի գնայի հողամաս այսօր էլ, սիրելի հետևորդներ, ինձ շատ հաճախ գրում եք, որ սուխոյ սպիրտ տար հողամաս կոֆե պատրաստի, ոչ, հենց էֆեկտն էլ օջախի, ծխի էդ մեջը սիրելի հետևորդներս, օջախի կոֆեն ուրիշ է, բայց օջախի էֆեկտը, համն ու հոտը ուրիշ է, ես օջախի վրայի պատրաստած կոֆեն եմ սիրում։ Սիրելի հետևորդներս ասեմ, որ այս հնդկական դիմակները օգտագործելուց հետո մազերիս փայլը,
աճը, որակը էլ ավելի է լավացել։ Չգիտեմ, ովքեր վերցրեցին այդ դիմակներից, շամպունից, յուղերից, իրոք հրաշք են։ Ես ասել եմ, որ էլի գովազ չեմ անում, ուղղակի ուզում եմ, որ դուք էլ օգտվեք լավ ապրանքանիշերից, լավ որակյալ պրոդուկտներից, սիրելիներս, ապրանքներս վերջանում են, հատուկ մի օր պետք է ուղևորվեմ այդ հրաշք պարագաները գնելու նպատակով Երևան պետք է գնամ եւ մազիներ պետք է վերցնեմ, շամպուն, յուղեր, դիմակը մեկը Վալբերիսից էի զակասարը պատվիրել, տրիչապը շատ ընտիր է, ասեմ, որ այդ տրիչապի դիմակը դնում ես, մազերիդ փայլը էլ ավելի է շքեղանում։ Չգիտեմ, ովքեր են օգտագործել, թող ինձ մեկնաբանություններում գրեն, տեսնեմ, հավանել եք թե ոչ։ Իհարկե, մազի տիպեր կան, որ ու կարող է այնտեղ դուք ուրիշ նույն ապրանքանիշի ուրիշ շամպունը վերցնեք, յուղոտ մազեր կա, չոր մազեր կա, վնասված մազեր կա, խճճվող մազեր կա, տարբեր տիպի մազերի համար էլ կա ելքը, բայց յուղը ամլան, ես ամլայից եմ շատ վերցնում, շատ արդյունավետ է, օգտագործեք, կտեսնեք, որ իրոք հրաշք են, այդ մի պահ դադարեցրել էի, չէի օգտագործում, մազերը սկսեցին թափվել, փշրվել, օգտագործումից հետո ընտիր գերազանց տեսք ունեն, խմեցի, բայց ոնց որ թե ուզում եմ էլի խմեմ, վերջի կումն էլ անեմ, քնվեմ, որ գնամ, եղանակը մռնտնած, անպած է, թող բացի, մեկ է տեսար եկա ու գնացի հողամաս, ասում եմ գործ չկա հողամասում, բայց ոչ այնքան գործ կա, այս տարի տեսնում եք, տեղը տեղին են անկյուններով մշակում եմ, մի էլի գործեր ունեմ, փոքր անեմ, նոր վերջում կանչեմ, որ գան վարեն, սացիլներս, որ պատրաստ լինի, կանչեմ կգան վարեն, դեռ հողը չի տաքացել, ասեմ, որ երեկ նայեցի, են կանանչիներս էլ էին ծլել աճել, ամսեկան բողկը, մառոլը ծլել էին, երևի այսօր գնամ ավելի լավ կլինի, սիրելի հետևորդներս, ես հագնվեմ տանից դուրս գամ, ձեզ բոլորիդ մաղթում եմ լավ օր, լավ նշեք, սիրելի կանայք, ապրիլի 7-ը և լավ նվերներ ստանանք։ Սիրելի հետևորդներ, աշխատանքից հետո գնում եմ հողամաս, մի քիչ անպածա, մի քիչը որն է, լավ էլ անպածա, չգիտենք, թրջվենք, չենք թրջվի, բայց դե գնում ենք, մի 2 ժամ էլ աշխատենք, բավական է, կարևորը, որ գնանք փոքր քիչ գործերը անեմ, չհոգնեմ, մենակ չեմ գնում ես, կարող է, հե, նենց է կուլտուրական է դրած, երևի է իր ավտոյի մոտ էր, հա, հասանք, հա, մեզ էլ հետ է կտանի, մանա է, չէ գոնե չկցի անձրև, եկե հասել ենք, մի քիչ գործ անենք, գնանք, այսօրվա պլանն է կատարենք, ասա պտի մնայինք ապրիլի 7 նշեինք, Ես միք չունեմ երասի, բայց նազանին զանգիկ եք, ահա, դե լավ, հիմա զանգել եմ, եկել ենք արդեն, գազ, պրծավ, ինչ ելելի կլեմ, արագ գնա, մալինաներըդ տնգի կարևորը, հով հավեսին եղանակ, իսկական աշխատելու եղանակ, սիրելի հետևորդներ, նորից հողամաս, եկա հով, հավեսին եղանակա, այն որ անձրև չգա, լավ կաշխատեմ, հովին ավելի լավը քան արևին, բայց դե 1-2 կաթիլ անձրև գցեց, ոնց որ հիմա էլ է գցում, ոյ անձրևը գցում է, չէ,
No. Այստեղ տեսնեմ հո ջերմոցը չի բացվել, ոչ մի հատ այս մասից ուզում եմ ցուցադրել, որ տենակ ոնց է ծլել, լավ ծլել է։ Սոխերն են ծլել, ողկը, մառոլ, ոյ, մի հատ տեսեք ստե խլուրդը ինչ բուրգա փորել, լավ ասացիլանոցիս մեջ չի փորել, կոլոն է բուրգա արել, եգիպտական բուրգն է կառուցել մուկը, ինչ է փխուր հողը, բո, լստե փխրացրե կոլոն է, ները մի հատ տեսեք տարբերությունը երեկվա վրա, իչքանա կանաչել սիրելի հետևորդներս, լավ կանաչել է ելակները, ահա տարբերությունը ու կոկոմներն էլ է շատացել, մի երկու անգամ էլ կջրեմ, կարելի է փխրեցնել հիմա, քանի խոնավ է, Դե գիտեք, պարտադիր պիտի գամ, 5 րոպե նստեմ այստեղ, շունչ քաշեմ, նոր կպնեմ գործի։ Կողը կուշտս նայեմ ու անցնեմ գործի։ Ճանջերն էլի սկսան։ Եվ ինչպես միշտ ես ինչ եմ բերել, խնձոր։ Մի հատ խնձոր ուտեմ, ծարավս հագեցնեմ։ Անցա գործի արդեն ձեռնոցներս, քանի որ կապ չունի անպածա, սիրելի հետևորդներս, սա կհանեմ, որ ինձ հետո կգցեմ վրաս, ձեռնոցներս էլ շորերիս հետ գնում է սև ու կապույտ, կարծես ին պատահական այսպես չլինի, քանի որ հողը փափկել է, ելակները մի քիչ փխրեցնեմ, այսպես, հետո որ բան եղավ, չորացավ չի լինի, իսկականն է, խոտերն էլ հանեմ, մենակ ոչ անձրև, ոչ, գործս այսքան տեղեկել եմ, փոշման չգնանք, չխանգարես, այստեղ խոտը, ես խոտերը հանենք, քամին բռնեց, անձրևախառը, ուֆ լավ էլի, իսկականից մարդ իրա եկացածի վրա արդեն փոշման մնաց,
որտեղ նույնիսկ խիտա կարելի է հանել ելակները, թող շատ խիտ չմնա։ Այս քաղանի ուրակի սուր մասերով եմ անում, այնքան հարմար է ելակները քաղանելուն, շատ հարմար է։ Անձրև ջան չգաս, այդքան տեղ եկե հասել ենք գործից հետո հոգնած, մի հերթափող աշխատած, կտրվի էլ անձրևս, Աստված ջան, թող կտրվի, ահագին էլ փխրեցրվի։ Լավ է, ոնց որ կտրվեց անձրևը, ինչքան հնարավոր է այդ արանքները կփխրացնեմ։ Խիտ տեղերից կհանեմ։ Այս ուրակի այս մասով եմ աշխատում, ինքը լավ է, այդ ելակների մեջ մտնում է։ Մի շաբաթ արդեն լրիվ ծաղկած կլինեն, հես այստեղ արդեն ծաղկել է ելակը։ Ծաղկել են պուպուշները, ծաղկել են, այս խոտերը հանենք արմատներով, փափուկ է ստեղի հողը, այս մասի հողը ավելի լավն է, քան վերևինը, փափուկ հավեսին։ Այս թմբի վրա էլ հավելած է։ Չէ ինչ հավեսին փափուկ հողը։ Ջրելուց օրգանիկ պարարտանյութ էլ կտամ։ Վերջի զոլը ինքն իրան ավելացել։ Այս մի զոլը։ Ափսոսը։ Ինչ է չայիրը։ Ես էլ առուչը հանեցի, ճիշտն ասած ասեցի կքանդեմ սրանց։ Բայց դե հիմա սենց բացը Ոյ, անձրևը համը հանելու է, սիրելի հետևորդներս, համը հանելու է, ելակներից պրծա, հիմա ուզում եմ այսօրվա իմ աշխատանքը, որ պիտի անեմ, այս հատվածումը, այս մասը, տեսնում եք չէ, այստեղ խոտա, այս մասը փորեմ, անգրնեմ, այս հատված ուզում եմ մալինաներ տնկեմ, այս մալինաների շարունակությունն է, առաջի հերթին մի հատ այստեղ ման գրնեմ,
Ստե մասուրի քյոլու քյոսը այդ անհարթությունները կուղեմ մառաժոներ էլ կան ոյ մտավ ստե տեղից մեղ չեմ բերե տեղից մեղ չեմ բերե որ այս մանգրը մեղեմ այս մաքրեմ սետ կան ոյ փուշերել կան չմոռանամ որ ստե մասուր ա եղի քիչ, բայց շատ գործ էր։ Այ։ Ինչքան մանգռնում ես, այնքան էլի զրթը զպիլը կա վառելու։ Ահա։ Սա այսպես։ Մանգրեցի, սրանք մառաժոյի հին ճուղերն են, սետկային փաթաթված։ Հիմա այս հատվածը ես կփորեմ։ Հիմա կասեք մեկա փորելը լավ ստացվում է Նազո ջան մոտդ փորի արմատներ էլ կան այս խոտերը վերացնելու համար եմ փորում Դիտեք չէ այստեղի հողը ամենա պարարտ ու հավեսին հողն է փափուկ Մասուրի քոքա փորը հանեմ տենամ կարամ հանեմ չեմ կորում տորոնի արմատներ դուրս եկան սրանք պետք են կտանեմ ահա տորոնի արմատները հելան սրանք ձուն երկելու համար են Դեղ թող մնա կվերցնեմ Փափուկ հողը Այս ձեռնոցները ոնց որ ինձ ավելի են խանգարում Բահը Ոնց որ բահը ձեռերիս մեզ բահը ձեռքերիս մեզ սղա ահա ուй փխուր հող տորոնի արմատներ
մնա տեղը տեղ։ Մի հատ սետկայի տակով այսպես փորեմ։ Հիմա կասեք, էդ ինչա, որ չփորես, Նազո ջան։ Գցեմ հանակի, ամբողջ բաղ չեն, հողամասը փորեմ։ Բա։ Համել ես խոտերը կվերանան։ Մոսուրի քոքը, ահա դուրս եկավ, լավ է։ Մոսուրի քոքը հելա, սա էլ տորոն արմատ է։ Այստեղ լավ դդում է կլինի։ Իսկ մի գուցե լոլիկ է լավ կլինի, են մագլցող սորտի լոլիկներից ունեմ։ Կարելի է դրանցից էլ անել։ Այստեղ քանի տարի չի մշակվել։ Ընտիր հողը։ Եղանակը ոնց որ թե մեր կողմից է։ Լավա երեք ես մասը չջրեցի, ուզում էի ջրել, ասին, որ փապկի փորեմ, բայց եթե ջրեի, այսօր ցեխ կլիներ, փորել չէր լինի։ Հիմա իսկական իր ժամանակն է փորելու։ Նորից այս մասերով փորեմ։ Մասուրի քոքերը հանեցի, արմատները հանեցի։ Այստեղ տորոն կա։ Տորոնի արմատներ են։ Ահա։ Սա է տորոնի արմատները, այս դեղինները իրա ծիլերն են, որ պետք է ծլեն կանաչ դուրս գան։ Իսկ սա արմատն է, որով ձու են ներկում։ Տեսնում եք, չէ՞ ինչ եմ անում։
Ինչ լավ հողը, փխուր, այն որ մտածում եմ արժի մալինա անեմ, թե բերեմ գլոլիկ դնեմ, պղպեղ դնեմ, դդում դնեմ, ամեն ինչ տան համար։ Ես խոտերի եղանակ ամպած, ավելի լավ սենց ամպած լինի, ամպի, քան շոքին աշխատենք։ Հավեսա, չէ, մի հատ դες դժվար չի փորվում, որ դժվարանամ, հա։ Եսի արմատով կհանեմ, քիչ խորնա, սրա արմատները ու տարածվող, տեսեք, ոչ չգիտեմ, ես ինչ բույս է։ Ամբողջը փտած ինչ-որ բույսերի մնացորդներ են այստեղ, իսկական պարարտացված, պարարտանյութերով հարուստ հող ասա։ Իհարկե մանգռով էլ սրանք ես կհարթեսնեմ, կհավասարեցնեմ։ Ենքան էդ, երբ որ կողքերը ջրել ենք, հողա պետք եղե բանդի բարա դնելու համար, ստեղից ենք վերցրել, դե համար տենց անհավասար է։ Արմատները չեմ ուզում մնա տակը, չայիրի արմատները վրաս ծլում են։ Օպլա, շատ չէ, 2 րոպե նստեմ, շունչ քաշեմ ու շարունակեմ սա։ Թռչունների ձայնով եմ հիանում, թռչունների երգով եմ հիանում, այս կողմից մի ուրիշ թռչնակի ձայն է, այս կողմից մի ուրիշ, միախառնվում է, դառնում է անսամբլ։ Այսրո քոքը չեմ անում, կկարողանամ հանել, թե ոչ։ Ինձ թվում է շատ խորը կլինի, հեսա կփորձեմ, տեսնեմ, կարողանամ քոքով, արմատով հանել։ Սիրելի հետևորդներս, չմոռանաք բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք, լայքեք, եթե հավանում եք իմ աշխատանքները, ապա պարտադիր լայքեք, նույնիսկ ծառեր են, և աչկովս ընկավ, ինչ որ շլորներ են ծաղկել հողամ, ասում ես, անծանոթ ծառեր, հեսա գնամ ուսումնասիրեմ, 3 ուշադիր չեմ եղել, հետաքրքիր է, հեռվից տեսա, երևի շլոր է, դամբուլ է, լավ է, վատ չի, վերևի մասում է, 3 չէր ծաղկել, կամ ես ուշադիր չէին, վլոգիս մեջ կդիտեմ անպայման, հելա, այս արմատ, չէ,
սետկի տակով էլ այսպես փորեմ, որ այս չայրները, խոտերը վերանան։ Արմատները։ Ահա։ Որ էլ չծլեն։ Ոյ, ստեղ մեր ցանկապատը մի քիչ մեզ կխանգարի, բայց դե պիտի փորեմ, որ չծլեն խոտերը։ Կարող այդ մասերը չցանեմ, բայց փորելու եմ խոտերը վերանալու նպատակով։ Տորոնի արմատ էլի լավ։ Ստե տորոններ շատ են եղել։ Օպա։ Կարևոր է այս անիրես խոտերին, այսրանց թափտամ արմատները։ Ոյ, ահա, էլի տորոնի արմատ։ Մասով փորում հավասարեցնում եմ, վերջում ցույց կտամ, ինչ եմ ուզում անել։ Ահա, արդեն դժվարին մասը անցավ։ Խոտերը հանեցի բոլոր, մոլոր։ Են որ պետք է այս մասից ծլեն, հանեցի ու փափուկ հողն է, փխրուն։ Են որ ջանք չես գործադրում փորելու համար, ինքն իրան փխլվում է, փորվում է։
այս արմատները մի բան ասեմ, վրաց չծիծաղակ սիրելի հետևորդներս, այնքան շատ եմ սիրում հողի հոտը։ Հիմա կասեք հողի հոտը, որն այն ազո, բայց այո, հողն էլ հոտ ունի, հետաքրքիր հոտ։ Ոյսի, բայց այստեղ ես հին արմատեր տորոնի, տեսեք ինչ հսկա խոտ է, այսենց խփեմ, վրայի հողը թափի, հողի կորուս չտանք, ահա, վերջ խոտը հանեցի, բա, ամեն օր մի քիչ գործս առաջ է գնում։ Այսենց եկա այսքան տեղը մոտավորապես, բայց ահագին տեղ է էլի, հեռվից նայեք, մի քիչ տեղ մնաց, որ փորեմ։ Ամբողջը խորթ ու բորթ է այստեղ։ Հեսա կուղեմ, կտեսնեք ինչ հողակտոր կսարքեմ։ Այստեղից կամ։ Ժողովրդի լեզվով ասած, փլավ հողա։ Մեր մոտ խոսքի արտաշատում լսել եմ, որ լավ փափուկ հողին ասում են փլավ հողա։ Թե ինչ է փլավի հետ համեմատում, այդ մի բանը չգիտեմ։ Ասեմ, որ ոչ մի տարի այս հատվածը չենք փորել, չենք մշակել։ Այս տարի թե ինչա խելքիս ասե, որ փորեմ այստեղ չմնա իզուր հողեր, իզուր խոտեր հաճեն, իսկ թվում է, որ 1-2 անգամ քախանես, խոտը հանես, արմատից էլ խոտ չի հաճի այստեղ։ Ու տեսնեմ, հավեսի եմ ընկել։ Հավեսի չընկնեմ, այդ ամբողջ հողամասն է փորեմ։ Էսի չայրի արմատներ, տեսեք, հանեցի, կտարածվեր, կշատանար։ Այստեղ էլի խոտի արմատներ։ Պարտադիր փորելուց այս արմատները վերցրեք, չթողեք հողի տակ, որովհետև իրենք նորից ծլելու են։ Это что?
Այստեղ մասրի քոքա, մասուրի արմատա, դամարը չի հլնում, ոնց որ թե հանեցի, հա հանեցի, մոլոդեց, ահեսա, ոյ, տեսնեմ կկարողանամ, այսա, ոյ, դժվար է, բահը չկոտրեմ, շիվար կմնամ, դա վերջի կետ, մի հատ սրանք փորեմ, նոր էտ արմատի հարցը կլուծեմ, կարողա բահս կոտրեմ, մնամ շիվար, ես էլ տորոն, Frank են տորոնի արմատները, տեսեք, պարզ երևում է իր կարմիր երանգը։ Ահա սիրելի հետևորդներս, ես իմ նախատեսված գործը արեցի, այսպես փորեցի մինչև այն ցանկապատը, ու գիտեք, որ հատվածից, երբ որ այստեղ խաղողներն եմ դրել, այսպես գալիս է այսքան տեղը մալինաներ են ու փորեցի մինչև ներքև ցանկապատը, ինքան փափուկ հող էր, հավեսին փորվեց և կարելի ասել չեմ էլ հոգնել, ուզում եմ այս մասը այսքանը անել մալինա, ինձ բավական կլինի իմ կամպոտի մուրաբայի համար, սա այն լավ մալինայի սորտից է, որ տարին 2 անգամ է բերք տալիս, պես տեսեք իչքան ահագին տարածք եղավ, իզուր թող չմնա, համ էլ խոտը կվերանա, այսքան մինչև այս ցանկապատը եկա, այսպես, ահա, փորեցի, հիմա կասեք Նազո, գցես հանակի քիչ-քիչ ամբողջ հողամասը կփորես, ու եղանակը մեզ մոտ շատ անպած է, մռայլ ամպերը հավաքվել են, ուր որ է անձրևը տեղատարապ կգա, սաթիկի հետ եմ եկել, սաթիկն էլ իր հողամասում է, հենց տեսնենք անձրևը գցում է, կփախնենք տուն, դեմ մի տեսակ կամուկացի մեջ եմ, ուզում եմ գնամ այն կողմի վրա տորոններ են աճում, արմատները հանեմ, բայց դե մեկ է տեսար գնացի, անձրևը եկավ, էդ էլ է հարց, բայց ուզում եմ անպայման ցուցադրեմ, որ դուք էլ քաղեք, հավաքեք, զատիկի այդ ձուն ներկեք, սոխ փիտրոտ եմ, անցած տարվա սոխերն են, տանեմ տուն, ինչ է լավն են, ուզում եմ թաբուլե պատրաստել, թաբուլեին էլ կանաչ սոխ է պետք, մեկ էլ չառնեմ, էլի, ավելի բնական, համով, մաքուր սոխ, տնական սոխ, կանաչ սոխ, ենք հավեսին եկավ, պայուսակս այստեղ է, այստեղ մի հատ ցելոֆան գտամ, ինչ հովեսին է հոտը, սոխերը դնեմ մեջը, կապեմ, որ տանեմ թաբուլե սարքեմ, նաև իմ հետևորդներից են գրել, որ սարքեմ, համ էլ ես շատ եմ սիրում թաբուլե, կպատրաստեմ, վերցնեմ ու գնամ մի քիչ այս կողմի վրա տորոնի արմատներ կան, հանեմ, ու քիչ բան տոպրակա, բայց դե ոչինչ, մեկը արմատներ են դնում մեջը, ելակների կոկոմները նայեք, կոկոմել են շատ, կոկոմել են արդեն, նույնիսկ այստեղ
ծաղկել է ելակը, տորոնի արմատներն են։ Այսքանը ստեղից հանեցի, երևում է իրա գույնը, չէ, կարմիր, հեսա կտանեմ տունը, ձուն կներկեմ, դուք էլ կտեսնեք։ Մի հատ այստեղ չեխական կողպեքն էլ փակեմ, ամեն ինչ նախապատրաստում եմ, մեկ է տեսար անձրևը բռնես, բախը գցի ու վազան, այդ էլ կա է, փակեմ ու գնամ այն կողմի վրա արմատ հավաքելու, պայուսակս էլ եմ կախում այստեղից, որ ինչ չխանգարի ու Նազո ջան գնամ, այս տոպրակը այս էլ բախը, այն մասի վրա եմ տեսել, այսա ամպամած եղանակին, այս ծրտին, բահը կարշ տալով, գնում եմ տորոնի արմատները հանելու, քրքրալ են, հիմա այնքան մարաժով կտենամ լավ, հետ գալուն կքաղեմ, այս է, սա են տորոնները, տեսեք, հիմա փորեմ տեսնեմ սրանց արմատները շատ խորն են, թե ոչ, բա գիտեմ, որ արմատները խորն են լինում, ասա բաղչետ փորեիր էլ, սա, քանքանդիր մի անդար, ինչ է քորքորոտա, լավն էլ չի, են գետի մոտիններ ավելի լավն են, հլը գնամ են վերևը, բայց կփորձեմ, որ նկարահանեմ, ճուղերի արանքից էլի կերևա, այլ կերպ հնարավոր չի, տեսախցիկը դնել սիրելի հետևորդներս, այլ կերպ հնարավոր չի, և ես էլ կամաց սողոսկելով կգնամ այստեղ, չէ էլի համ քարոտը, քարոտը, հեսական, բայց այն որակի չի, ինչ որ իմ իմացած տեղը լավը չեն, արակ են, ես իմ ինչքան պտի քանդես, ավելի լավա սրա տեղը հողամասը փորեմ, կգնամ իմ ուզած, իմացած տեղից ես կբերեմ, մեկ ակնթարթում այնտեղից շատ կհանեմ, տորոնի արմատներ, ոյ, ճանջերը ինչ են ուզում, ստեղ այն չի, քարոտա ու լավ չի, լավ արմատներ չունի, քամի է,
լավ արմատներ չունի։ Բայց կտանեմ ձուն կներկեմ։ Այսքանով կներկեմ, կտեսնեք։ Նալու ենք մի լավ հեղեղի տակ, լավ բռնելու է այս անձրևը, որ եկավ, լավ գալու է, լավ թրջվելու ենք։ Կանգնել ենք այսպես։ Սաթիկ, տնգիր պրծար, ասում եմ տնգիր պրծար, դե ջրի արի եթանք, ջրի արի գնանք, անձրևը կգա կմնանք։ Տեղից էլ մի քիչ սխտոր փիտեմ աղցանի համար, ինչ լավ է չէ մեր բնությունը, առատաձեռ են ամեն ինչը, ահա կանանց սխտոր, բույր, առատաձեռն է մեր բնությունը։ Իշքոն սխտոր ասես տեղ կա, կգանք ու կտանենք պետք եղած ժամանակ, ծառերի տակը։ Հիմա սիրելի հետևորդներս անձրևը սկսվեց, եկավ անձրևը մի երկու կատ, բայց այն կողմից լուսավորություն եմ նկատում, կարող է դադարի, կարող է ուժեղանա, բայց դե չորս բոլորը անպածա։ Սպասում եմ Սաթիկը գա, որ գնանք։ Ոնց որ թե վազվազ եկավ Սաթենիկը, անձրևը տվեց վրան, վազելով գալիս է։ Բայց կբացի այն կողմը, կարող է մի քիչ գա ու կտրվի։ Այն կողմը լուսավորվեց, մեր անձրևը դեպի այն կողմից է։ Քամի էլ սկսվավ, վայ վայ վույ վույ, ոյ 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 ոյ։ Խանգարեց էլի անձրևը, այսքան տեղ գալիս հասնում ենք, մի թքագործանում ու գնում ենք, բայց դե էտ էլ է աշխատանք, էտ էլ է գործ, մի քիչ նայում ես, որ գործերդ վերջացրեցիր։ Հասցրիր ջրել, ջրեցիր, կաղա կտրվի, թե կգա, շուտ ես հիվանդանում, Ես դու դաշտի մարդ ես, այնքան ենք դաշտերը մնացեք կարկուտի անձրևի տակ, ոչ էլ հիվանդացել ենք։ Յուրը որ են ես մրսանքն ենք չիվանդացել։ Հա, անձրևի տակը չէ։ Լսի, որ դաշտ ես էթում անձրևի տակ, բան չես մրսում, խոսքի թրջվում ես, չես հիվանդանում, բայց այդ վիրուսները, որ կպնում ես, ծանր տանում ես, հետաքրքիր է, չէ, նենց ավելի շատ ես թրջվում մրսում, վախեցանք փախանք, ամել ուշա, չէ։ Ֆիլտրված սարերից հոսող աղբյուրների ջուր, ավելի մաքուր, բնական, բացեց է։ Հա, ինչ անենք Սաթիկ։ Ամառ ժամին նոր գալիս ենք, հա։ Տեսնեմ այստեղ մարաժո չկա, ամեն օր անցուդարձին ստուգում եմ, ասա մի օրվան, իհարկե այդ բույսը մի օրվանն էլ կարող է աճել, ծլել, նեշ չի որ, մի օրվանը չի աճի, ու ինչ է լավն ապտի էտ համ քաղը, արի կա, ոնց չկա, մի հատ քաղեմ, մի հատը տեսել եմ, ոնց չքաղեմ, լուրը, այեսա, բասրը համար մտաստ է, ոյ, վայ, 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 մի օր, երեքնա ինչ չկար, ոյ, էսա մի հատ էլ, ահա, վերևի, հա, վերևի հատվածում էլ կա,
Դի բարձանամ, այս են սիրուն, նազոն գնա, ուր գնա, ես քյոլը քյոսի մեջ, այս կանաչ մարաժան քաղի, ոյ, ինչը լավն էր, սենց էլ կհլնեմ, գալիս է անձրևը, մանդակի են էթում, մանդակի, շրեշտ, մանդակ, գետը շատացել է, արփան շատացել է, սիրելի հետևորդներս վերադարձանք, գնում ենք տուն արդեն հողամասից, անցուրտ էր քամի, անձրևը գցում, դադարում է, ամել ժամը ճիշտն ասած ուշ է, արդեն գնանք մի քիչ էլ տուն տան գործ